Պավել Մանուկյանը եւ իր որդին ստացել են հրազենային դացիրային ծանր մարմնական վնասվածքներ ոտքի շրջանում, վերջիններս տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել էին վիրահատությունների, այնուհետև երեկվա դրությամբ Պավել Մանուկյանի նկատմամբ դատարանը կիրառեց խափանման միջոց կալանավորում եւ վերջինս տեղափոխվեց դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ, որտեղ մինչ այդ արդեն իսկ տեղափոխվել էր իր որդին Արամ Մանուկյանը, ում նկատմամբ դատարանը ավելի վաղ կիրառել էր խափանման միջոց կալանավորում եւ վերջինս տեղափոխվել էր դատապարտյալների հիվանդանոց եւ պահվում էր կարելի ասել անմարդկային պայմաններում սկզբնական շրջանում, իսկ այնուհետև մեր բազմաթիվ դիմում բողոքներից հետո նույնիսկ եվրոպական դատարան ուղարկվեց հրատապ դիմում, պայմանները փոքր-ինչ բարելավեցին, նրանց հատկացվեցին առանձին սենյակներ, բերվեցին հիվանդանոցային մահճակալներ եւ ինչպես գիտեք, նրանց վիճակը այնպիսին է, նրանք տեղաշարժման որևէ հնարավորություն չունեն, գանված են անկողնում, քանի որ վնասվածքները ոտքից են եւ Պավել Մանուկյանը ունի հրատապ վիրահատությունների կարիք, որոնք այս առաջիկա օրերին պետք է արդեն սկսեն կատարվել։ Արամ Մանուկյանի մասով նույնպես ունի վիրահատման խնդիրներ։ Այս պահին իրենց վիճակի հետ կապված այսքանը առաջադրված է մեղադրանք քրեական օրենսգրքի 219 հոդվածով եւ 235 հոդվածի հատկանիշներով, այսինքն շենք շինություններ գրավելու հետ կապված եւ ապօրինի զենք զինամթերք տեղափոխելու հետ կապված։ Եվ նախատեսվող պատիժները 6-ից 12 տարի, 5-ից 8, եթե չեմ սխալվում, սանկցիաները այդպիսինն են։ Հիմա իմ գործընկերը կներկայացնի ինքն է պաշտպանում, այնուհետև կանրադառնանք արդեն հարցերին։ Շնորհակալություն, ես եւս ողջունում եմ ձեզ։ Ես ներկայացնում եմ Սասնացրել խմբից Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանությունը, Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանությունը, ինչպես նաև Արայք Խանդոյանի շահերի պաշտպանությունը։ Ցանկանում եմ ասել, որ Հովհաննես Հարությունյանի պաշտպանությունը ես մենակ չեմ իրականացնում եւ երկու գործընկերների հետ, Հայրապ Սարգսյանի եւ Արարատ Սարգսյանի հետ, իսկ Աշոտ Պետրոսյանի պաշտպանությունը միայն Հայրապ Սարգսյանի հետ, իսկ Արայք Խանդոյանի պաշտպանությունը այսպես մենակ եմ իրականացնում։ Ինձ անստեղծության ասեց առաջադրված մեղադրանքների ծավալի մասին եւ հիվանդանոցի հետ կապված հարցերով, ասեմ գրեթե նույն պատկերը, գրեթե ամբողջությամբ նաև Հովհաննես Հարությունյանի եւ Աշոտ Պետրոսյանի դեպքում է նույն մեղադրանքն առաջադրվել 217 հոդվածի 3-րդ մասի առաջի կետը եւ 237 հոդվածի 3-րդ մասը։ Նրանք եւս գտնվում են բժիշկների հսկողության տակ դատապարտյալների հիվանդանոցում, սկզբի մի քանի օրերին գտնվում են չափազանց վատ պայմանների, չափազանց վատ։ Երեք նախորդ օրը, Կիրակի օրը, ներեցեք շաբաթ օրը նրանք Կիրակի օրը տեղափոխվեցին համեմատաբար բարվող պայմաններ, նրանց նկատմամբ այդ հիվանդանոցային պայմանները որոշակիորեն բարելավվեց։ Ըստ մեր պատկերացման եւ Հովհաննես Հարությունյանը եւ Աշոտ Պետրոսյանը հնարավոր է նրանք եւս դրանց վիրահատման կարիք ունենան։ Իսկ Արայք Խանդոյանի վնասվածքի առումով կարող եմ ասել, նա չցանկացավ երեք բժշկական օգնություն ստանալու, ինքը ասեց, որ իր համար դա շատ փոքր բան է եւ ուղղակի ասեց, թուրքը 10 անգամ թփել են, ոչինչ չի եղել, ես մի հատ էլ ոչինչ չեմ դնի, ես մի անգամ էլ փոխարեն։ Ինչ վնասվածք։ Ոտքի վնասվածք է, փափուկ կեցվածքներն են, ոսկրային վնասվածք չունի։ Այսքանը։ Իր հանդեպ մեղադրանք առաջադրվել է։ Արայք Խանդոյանին մեղադրանք չի առաջադրվել, հավանաբար այսօր ամենայն հավանականությամբ քննիչի հետ այդպիսի պայմանավորվածություն ունենք, որ այսօր համապատասխան քննչական գործողություններ կատարեն, երեք ընդամենը կազմվել է ձերբակալման արձանագրություն եւ գիշերը հնարավորություն տրվեց Արայք Խանդոյանը ինձ հետ, պաշտպանի հետ առանձնազրույց ունենալու, մնացած գործողությունները կատարվեն հավանաբար այսօր։ Մի քիչ մանրամասնակ առանձնազրույցի մասները դրամատուրգիաները ասելով։ Դե առանձնազրույցի մանրամասները չեմ կարող խայտնել։ Որը չի խանգարում քննության։ Իսկ դրամատուրգիությունը բարձր էր, ինքն կճված չէր, իդեպ ընկճված չեն նաև Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը, վստահաբար գիտեմ նաև Պավել եւ Արամ Մանուկյանները, այսինքն մեր պաշտպանյանից որը մենք ընկճված է, երբ ուղղակի հարցրեցի ինչ ցանկանա փոխանցելի բարեկամների, մտերիմների, Արայիկը ասեց, խնդրում եմ փոխանցել, որ շատ եմ սիրում Հայաստանը եւ հայ ժողովուրդը։
Տիկին Պետրոսյան նշեցի, որ Պավիլ Մանուկյանն ունի վիրահատության անհրաժեշտություն։ Այս դատապարտյալների հիվանդանոցում կան մասնագետները, որոնք կարող են ապահովել Դատապարտյալների հիվանդանոցը չունի նեղ մասնագետներ, այդ իսկ պատճառով երեկվա դրությամբ Էրեբունի բժշկական կենտրոնից նշանակվեց շուրջօրյա հերթապահություն, որ իրականացնում է բժիշկը։ Պետք է նշեմ, որ երբ որ Արամ Մանուկյանը տեղափոխվեց դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ, այնտեղ էլ Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբույժներն էին գալիս եւ վիրակապում, քանի որ նրանք համարվում են Էրեբունի բժշկական կենտրոնի հիվանդներ, այնտեղ վիրահատված եւ հետվիրահատական շրջանը բնականաբար պետք է վարեն հենց Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները։ Եվ խնդիրը այստեղ կայանում էր նրանում, որ ունենալով նման վիճակ, նման ծանր վիրավորումներ ստացած հիվանդներ, նրանք տեղափոխվեցին, չգիտես ինչ պատճառներով դատապարտյալների հիվանդանոց, երբ որ այնտեղ հսկողություն էր իրականացվում, այն դեպքում երբ նույնիսկ խափանման միջոց ընտրված չէր, այսինքն բոլոր պայմանները այնպիսին էր, որ նրանք պետք է մնային եւ իրենց բուժումը շարունակեին հենց հիվանդանոցային պայմաններում, այլ ոչ թե քրեակատարողական հիմնարկում, որտեղ գրեթե պայմաններ չկան, որտեղ գալիս են նույն բժիշկները Էրեբունի բժշկական կենտրոնից։ Այսինքն, այստեղ մենք ունենք խնդիր, բացի այդ Պավել Մանուկյանը, ինչպես գիտեք, ՊՊՑ գնդից դուրս գալուց հետո հայտարարել է հացադուր եւ մինչ օրս որևէ սնունդ չի ընդունել եւ նա բազմիցս էլ նշել է, որ եթե իմ ժողովուրդը մի կաթիլ արյուն թափեց եւ ես պետք է գնամ մինչեւ վերջ, ես այս կերպ շարունակելու եմ իմ պայքարը։ Դա Պավել Մանուկյանի կոչներն ասում է, որ ես իմ պայքարը այսպես եմ շարունակելու այսօր։ Տիկին Պետրոսյան իրական այս գործընթացը ինչ գործընթացներ է սպասում կամ Առաջիկայում ինչ պիտի ապահովենք, թե դա արդեն բարելավումները ենթարկվում։ Դե առաջիկայում մենք կբողոքարկենք խափանման միջոցները, կալանքի որոշումները, վերաքրիչ քրեական դատարան, ասեմ, որ լույս սպասելիքներ բնականաբար չունենք, սակայն պետք է նշեմ, որ դատարանի որոշումները գնահատվում են որպես ոչ օրինական, քանի որ ակնհայտ է, որ դատարանը իր որոշման պատճառաբանական մասում նշում է, որ նրանք կարող են խուսափեն կամ խոչընդոտեն նախաքննությանը կամ ազդեն ինչ-որ մեկի վրա կամ փախուստի դիմեն, ինչը ակնհայտ կարելի ասել անտրամաբանական է նույնիսկ, որտեղ գիտեք Պավել Մանուկյանի 3 հիվանդանոց տեղափոխեցին Պատգարակի վրա շտապօգնության մեքենայով եւ դատական նիստին մասնակցում էին նաեւ բժիշկներ։ 2-3 բժիշկ նստած են եղել դատարանում, դատական նիստին, որը փակ է, խափանման միջոցի քննարկումը եւ մասնակցել են, որ հանկարծ Պավել Մանուկյանի հետ որևէ բան չկատարվի։ Նման պայմաններում խոսել այն մասին, որ նա կարող է խուսափել, խոչընդոտել կամ փախուստի դիմել, абսուրդ է։ Բացի այդ մի կարևոր հանգամանք էլ էի ցանկանում նշել։ Լավ, ես դրացնեմ գործընկերոջը Սինեսային, ուղղակի ասեմ, որ Աշոտ Պետրոսյանի եւ Հովհաննես Հարությունյանի վերաքննիչ բողոքները այսօր առավոտյան արդեն հանձնվել են վերաքննիչ քրեական դատարան, ամբողջությամբ ընդունում եմ եւ միանում եմ իմ գործընկերոջային դիտարկումներին, որ դատարանը տարբեր դատավորներ են խափանամիջոցները ընտրել, ըստ էության որևէ պատճառաբանություն չի տվել, ինչու է նրանց նկատմամբ կիրառում խափանման միջոցը կալանավորումը, բայց առնվազն այն ձևակերպումը, որ մնալով ազատության մեջ կարող են փախուստի դիմել կամ ազդել այլ անձանց վրա, այն դեպքում եւ բոլորը անգամ հիվանդանոցում գտնվելու պայմաններում խիստ մեկուսացված պայմաններում են եղել իրավապահ մարմինների հատուկ ծառայությունների հսկողության տակ եւ հիվանդանոցում բուժում չստանալու պայմաններում, այսինքն դատական ակտը պատճառաբանելով, որ նրանք փախուստի կդիմեն, լինելով այդպիսի պայմաններում եւ մարդիկ անգամ պատգարակով տեղափոխել նրանց համար մեծ խնդիր է, կարծում եմ սույն դեպքում ինձ իրավունք են վերապահում ասել, դա անարգանքի արդարադատության նկատմամբ, որովհետև այս դեպքում դատարանը արդարադատություն ընդհանրապես չի իրականացրել։ Ես կարող եմ այստեղ մեկ ավելացում անել, միտքս կտրվեց, ուրեմն ուշագրավ է, որ դատարանի կողմից այդ կայացած որոշումների մեջ որևէ տող չկար, որևէ նշում չկար, որին պաշտպանյալ Պավել Մանուկյանը բերվել է Էրեբունի բժշկական կենտրոնից, գտնվում է վատ վիճակում եւ ստացել է վիրավորում վնասվածքներ։ Որոշում կարդացողը կարող է մտածի, որ սա մի սովորական, ուղղակի հերթական դատարանի որոշում է, այդ մասին ընդհանրապես նշում չկա։ Պաշտպանական կողմի որևէ պատճառաբանություն ներկայացված չի, ուղղակի նշված է։ Պաշտպանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ
Պավել Մանուկյանը միացավ իր պաշտպաններին։ Մինչդեռ Պավել Մանուկյանը դատարանում հայտարարություններ է ներկայացրել, առարկություններ է ներկայացրել, պաշտպանական կողմը նույնպես։ Իսկ այդ դատարանի կողմից կայացված որոշման մեջ մի նախադասություն չեք գտնի այն մասին, որ Պավել Մանուկյանը վիրավորումներ է ստացել, գտնվում է ծանր վիճակում եւ դատարանը տեղափոխվել շտապօգնության մեքենայով պատգարակի վրա եւ դատական նիստին մասնակցել է պատգարակի վրա պառկած վիճակում։ Կներեք, մարդու իրավունքների խախտումների ինչ ակնհայտ բաներ ըստ արձանագրեցիք եւ ՆԻԵՏ-ի հետ կապված այն ինչ ակնկալիքներ եք, թե ինչ պրոցեսը իրենց հետ ավարտվեց։ Ուրեմն մենք դիմել էինք Արամ Մանուկյանի հետ կապված դիմումով ներկայացրել էինք իր պայմանների հետ կապված պահման, իր առողջական ծանր վիճակի համար եւ խնդրել էինք հրատապ միջամտություն։ Խոսքը դրան էր վերաբերում, քանի որ վիրահատված երիտասարդը տեղափոխվել է շատ ծանր պայմաններում էր, ինչպես գիտեք, գտնվում, այնտեղ սենյակում կային խավարասերներ, միջատներ, տարբեր տեսակի վերքերը բաց էին, հակահիգիենիկ, հակասանիտարական պայմաններ էին։ Այդ կապակցությամբ մենք դիմեցինք եւ խնդրեցինք հրատապ միջամտություն, բայց իշխանությունները կարծես թե ուշքի եկան, իրանք էլ տեսան, որ իրավիճակը իրոք սոսկալի է, լուրջ է եւ իրանք էլ միջոցներ ձեռք առան, որպեսզի այդ իրավիճակը փոքր-ինչ շտկեն եւ տեղափոխեցին մեկ այլ սենյակ, որը կարգավորեցին, մահճակալ դրեցին եւ այլն, այնուհետեւ մի երկու օր անց փաստորեն բուժ սպասարկող անձնակազմ բերեցին, երեք էլ արդեն նշեցի, որ հերթապահ բժիշկ բերվեց։